Բարև ձեզ Բշկուի ջան, կարող եք ներկայանալ։ Իմ անունն է Ասպրամ Ազնավուր, ես սոնոգրաֆիստ եմ եւ աշխատում եմ Family Medical Diagnostic Clinic-ում։ Որտեղ է տեղակայված ախտորոշման կենտրոնը։ Մեր կենտրոնը գտնվում է Ռեսիդայում, 19231 Victoria Boulevard, Suite 356։ Եվ հիմա ինչ հետազոտություն եք անում։ Հիմա մենք հաստատում ենք բալիկի սեռը, որովհետև կատարվել է լաբորատոր հետազոտություն, հիմա մենք պետք է ուլտրաձայնով հաստատենք, որ մենք ունենք տղա։ Շնորհավորում ենք, առողջ բալիկ լինի, բարի ծնունդ լինի։ Մեզ մոտ կարելի անցնել բոլոր ուլտրաձայնային հետազոտությունները, սկսած ընդհանուր, որովային, փոքր կոնք, թարոիդ, վասկուլար հետազոտություններ, անոթները, զարկերակներ, երակներ եւ էքոկարդիոգրամ շատ կարեւորը դա սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է, որը մենք կատարում ենք։ Իսկ ներքին օրգանների անոթների հետազոտություն կարելի է անցնել ձեզ մոտ, թե ոչ։ Բոլոր հետազոտությունները մեր մոտ կարելի է։ Նաեւ գանգուղեղային անոթների։ Այո։ Եվ քարոցիդ արտերիաների եւ գանգուղեղային բոլորը կարող եք անցնել։ Վիճակագրության առումով հարց ունեմ ձեզ, կարող եք ասել այս ընթացքում ինչ հիվանդություններ եք ամենահաճախը տեսել ձեր կլինիկայում։ Ամենահաճախը դա լյարդի մեծացումն է, ճարպային հեպատոզը, որը շատ տարածված է, նաեւ շատ տարածված է ենթաստանոցային դիֆուզ փոփոխումը, նաև ստեատոզը, ճարպային փոփոխությունները եւ բազմաթիվ անոթային խնդիրները, զարկերակի, աթերոսկլերոզ եւ այլ։ Որովայնից նաև գիտենք, որ ամենաառաջնայինն է դիագնոզում մեր լեղապարկի քարերը, որը որ ուլտրաձայնային հետազոտությունը առաջին տեղում է։ Եվ մեծ սպեկտր հիվանդությունների փոքր կոնքի կանանց, որտեղ մենք կատարում ենք մեր մոտ եւ ներսի ուլտրասաունդ, այդպես կոչված տրանսվաջինալ հետազոտությունը եւ տեսնում ենք շատ մեծ սպեկտր գինեկոլոգիական հիվանդությունների։ Եվ նաեւ շատ կարեւոր է հիմա դա տարածված ջբերության խնդիրն է, որ մեր կենտրոնում մենք կատարում ենք ֆոլիկուլոմետրիա, այսինքն օգնում ենք կանանց, որպեսզի հղիանան, մենք հետևում ենք, մոնիտորինգ ենք անում ձվաբջիջի մեծացումը, ֆոլիկուլի զարգացումը եւ օվուլյացիայի կոնկրետ ճշգրիտ օրը մենք նշում ենք, այդպեսով օգնում ենք, ունենք շատ լավ ռեզուլտատներ։ Իսկ շագանակագեղձի հետ կապված հետազոտություններ արվում են, թե ոչ։ Այո, մենք անպայման անում ենք շագանակագեղձի, նաեւ շատ տարածված է շագանակագեղձի խնդրը, այդպես կոչված բինայն հայպերպլազիան։ Մեր կենտրոնում մենք կատարում ենք առաջնային հետազոտությունը, որից հետո արդեն ուղարկում ենք մասնագետներին։ Եթե հիվանդը որոշել է գալ ձեզ մոտ, կան ինչ-որ մի փաստաթղթեր, որոնք ինքը կարող է իր հետ բերել, եւ արդյոք ապահովագրությունը փակում է նման տիպի հետազոտությունները, թե ոչ։ Կապ ունի, ինչ ապահովագրություն ունի հիվանդը, պետք է մեզ հետ կապ հաստատի, ասի ինչ ապահովագրությունը, մենք աշխատում ենք բոլոր PPO-ների հետ, մենք աշխատում ենք Medicare Insurance-ի հետ, մենք աշխատում ենք Cash։ Բշկուի ջան, ես այստեղ էկրանի ներքևի մասում կգցեմ ձեր հեռախոսահամարը եւ հասցեն, ահա դուք տեսնում եք այն էկրանի վրա, կարող եք զանգահարել Բշկուհուն եւ ձեր ապահովագրության հետ կապված հարցերը ճշտել, նաեւ հետազոտության հետ կապված օրը ճշտել ադմինիստրատիվ աշխատողի հետ։ Որքան է տևողությունը մեկ հետազոտության։ Մեկ հետազոտության կապ ունի ինչ հետազոտություն է, բայց միջինը մինչև 30 րոպե, որովհետև 30 րոպեից ավելը արդեն օրենքի, օրենքներ կան գետենային հետազոտության հակասում են, այո։ Կան հետազոտություններ, որ կարող է տևել մի քիչ ավելի երկար, դա անոթներ են օրինակ ոտքերի, եթե ինչ-որ խնդիրներ կան, դեկոլատերալներ կան, ավելի երկար է տևում, եւ նաեւ սրտի հետազոտությունը, որ մեկ կարող է եւ ավելի 30 րոպեից ավել տևի, բայց միջինը տևում է մինչև 30 րոպե։
Եղավ, շնորհակալ եմ։ Դուք ասացիք, որ հաջորդ հիվանդը, որին մենք կտեսնենք, լինելու է որովայնի օրգանների հետազոտությունը։ Այժմ այս հիվանդից հետո սիրով կներկայացնենք մեր հանդիսատեսին, մեր հետևորդներին, թե ինչ կարևոր կետեր կան, որ պետք է հաշվի առնել որովայնի ներքին օրգանների, ինչպես նաև կոնքի խոռոչի ներքին օրգանների գերձայնային հետազոտության ժամանակ։ Հետազոտություն ենք անում տղամարդու male-pelvic փոքր կոնքի հետազոտություն, ունի անհանգստություն այդ շրջաններում, մենք պետք է ստուգենք։ Սակայն մեր հիվանդը եկել է ոչ պատրաստ հետազոտության, որովհետև միզապարկը իր լիքը չի։ Դա շատ կարևոր է, փաստորեն մեր հետևորդներին ասենք այդ մասին, որ տեսնենք լրիվ մնացած օրգանները փոքր կոնքի։ Դրա համար պետք է ջուր խմել։ Մի ժամ առաջ սկսում խմել մի 4-5 բաժակի չափով, ով կարող է շատ ու քիչ զգալ, որ միզապարկը լիքն է, որովհետև շատ կարևոր է դիագնոստիկայի համար եւ նաեւ հետազոտության վերջում հիվանդը պետք է գնա դատարկի միզապարկը, որպեսզի մենք չափենք մնացորդային մեզը, որը որ շատ մեծ դիագնոստիկ նշանակություն ունի դες համար։ Դրա պարագայում մենք չենք այս sense դեպքերում մենք հետազոտությունը չենք կատարում, որտեղ դա սխալ է։ Ինչ ենք անում, հիվանդը գնում է ջուր խմելու եւ մտնում է սենյակի ժամանակ, երբ որ լիքը կլինի միզապարկը։ Շատ լավ, կասեք, որ հիվանդությունների, անհանգստությունների, ախտանիշների դեպքում դիմեն հիվանդները ձեզ նման հետազոտություն անցնելու համար։ Առաջինը ինչ որ ցավեր փոքր կոնքի, տղամարդիկ ունեն միզելու հետ ցավեր, անհանգստություն, հաճախամիզություն, գիշերային միզություն, մեզի գույնը փոխվի, արյուն լինի եւ կարող է նաեւ հետազոտել, երբ որ չունեն ոչ մի կանգ, գոնե տարին մեկ անգամ կատարել այսպես կոչված չեկափը, հետազոտելու, չափելու շագանակագծի չափերը եւ միզապարկի ֆունկցիան։ Իսկ եթե կա էրեկտիլ դիսֆունկցիա կամ նման դեպքերում արվում է, ասենք սեռական բնույթի շեղումների դեպքում։ Մեր կլինիկայում ոչ, մենք կարող ենք ասել ինչ որ փոփոխություններ կան շագանակագծի հետ, բայց մնացածը արդեն ուղարկվում է նեղմասնագիտական յուրոլոգիստների մոտ, դրանք արդեն շարունակում են հետազոտությունները։ Շատ լավ, իսկ որովայնի խոռոչի ինչ ախտորոշումներ կարելի է անել եւ իմացանք, որ անոթային բնույթի խանգարումները կարելի է նայել, ներքին օրգանների հետ կապված փոփոխությունները կարելի է տեսնել, կա էլ ինչ-որ մի սպეციფიկ հիվանդություն կամ ասենք ախտանիշ, որ դուք ուզեք հատուկ մեր հետևորդներին ասեք, որ իրենք ուշադիր լինեն։ Առաջինը, որ բոլորը պետք է անցնեն ուլտրասանային հետազոտություն, գոնե մեկ անգամ, անկախ նրանից իրանք ունեն ինչ-որ գանգատ թե չէ։ Թեկուզ իմանան իրենց լյարդի չափերը, իմանան իրանց ինչ-որ անոմալիա ունեն, չունեն, շատ ժամանակ լինում է եւ օրգանը չկա, հա, շատ դեպքեր են եղել, երբ որ փայծաղ չի ունեցել պացիենտը եւ չի իմացել, որ ունի փայծաղ։ Դրա համար, անգամ եթե ոչ մի գանգատ չկա, պետք է նաև կատարվի ուլտրասանային հետազոտություն, իմանալ նորման այսպես կոչված։ Հետո արդեն կյանքի ընթացքում, երբ որ ինչ-որ խնդիրներ են լինում, ցավեր են լինում, անհանգստություններ, որ կարողանանք համեմատել գոնե անցած հետազոտությունների հետ, որը որ շատ կարևոր է։ Շնորհակալություն։